Բարերար Սամվել Կարապետյանին գիտեք, որ կալանավորել է նրան կալանքի են տարել եկեղեցուն պաշտպանելու համար, ըստ ձեզ արդար է նրա նման մարդկանց կալանավորելը։ Չէ, արդար չէ, այս է ներքին կողքնյան իրանց այդ հարցերը չգիտեմ, բաներ կան, որ մեզի հասու չէ, բայց դե արդար չէ, եթե մարդը Ռուբեն Վարդանյանը, դեր Սամվել Կարապետյանը, ես ծանոթ չեմ, չգիտեմ, նոր եմ իմանում լուրերից, դե ով է, բայց դե չի կարելի, ինքան նստելու մարդիկ կան, շատ մարդիկ կան, որոնք իսկապես պետք է նստել։ Չէ, ես կպինում եմ, որ չէ։ Եկեղեցուն պաշտպանելու հարցը միանշանակ արդար չէ, նման բան անելու, բայց եթե մարդը ընդամենը մի արդահայտության համար, նրա համար, որ ասել է մեր ձևով կմիջամտենք, դա հիմա ես եմ գրում եմ փողոցում, այս փողոցը մաքրելու հետ կապված մարդիկ ինչ-որ բան են անում, ինչ-որ մեկն է անպտություն է լցնում փողոցը, ես ասում եմ, ես իմ ձևով այդ հարցը կլուծեմ, հիմա ինձ դրա համար կլանավոր է, փոշոր խաղեր կան, որոնց հետ կապված այս մարդիկը, այս իշխանությունը արդեն ճարահատյալ կերպով մարդկանց չեղած բանի համար կարող է կալանավորել։ Դա նորություն չէ, մեր հասարակությունը արդեն սովորել է, որ Հայաստանում կան կաղպանդարգյալներ, նորություն չէ, ավելի ճիշտ նորություններ հիմա արդեն նորություն չէ, որ չեն թողնում Միքայել Սրբազանին ճաշակվել հաղորդություն ստանալ պատարագից հետո, հա? Չեն թողնում Վարդան Ղուգասյանին մասնակցել պատարագի։ Այսա խղճի ազատության դեմ, առասարակի հետ կապված ցանկացած հարց, խղճի ազատության խնդիր է, որը աշխարհը գիտակցում է, եւ եթե ասենք որևիցե մեկը ուղղակի չի ուզում իր երկրում իշխանություն լինելով պատկերացնել, թե ինչ է նշանակում իր հասարակության խղճի դեմ ելնել, դրա պատասխանը մի օր ստանալու է։ Եթե ուզենան կալանավորել, ինչ կա որ, հիմա հանգարց, եթե դուք ընդդիմադիր լինեք ու հանգարց սխալվեք մտնեք մոմ վառեք եկեղեցին, կարող քեզ էլ կարողանալ ասեն դու եկեղեցուն ես պաշտպանում։ Եթե իհարկե նման բանի համար են կալանավորել, արդար չի։ Արդար չէ, ինքը շատ բարեգործ մարդ է։ Դե ինքը ուրիշ ուժ չունի, կալանավորից բացի ինքը ուրիշ բան չի կարող անել։ Ընդհանրապես ոչ մեկին է արդար չէր, Աջապարյանին է արդար չէր կալանավորելը, Բագրատին է Սրբազաններին է արդար չէր կալանավորելը։ Մարդիկ ճիշտ կսեին, ինչ որ կսեին, ճիշտ կսեին։ Ասկան ժամանակ Աջապարյանը միշտ բոլոր ղեկավարներին է քննադատել, եւ ինչի չպերմտել։